Այս վերջերս եմ իմացել, որ պոպկորնը եգիպտացորենից են սարքում։ Էս ու էս նույն բանն է։ Գիտեմ, որ բացահայտում չեմ արել, խնդալու բան եմ ասում, բայց սենց մի հատ բան ա եղել ու ջոգել եմ։ Իսկ գիտեք այն դավադրության տեսությունը, որ իբր կուկուրուզը երկրային ծագում չունի, այլ մոլորակից բերված բույս։ Կուկուրուզի ԴՆԹ-ն երկրային բույսերի ԴՆԹ-ին չի համապատասխանում, առանց մարդու միջամտության չի աճում, ոնց որ պետքա ինչ-որ մեկը աճացնի, որ աճի։ Ու տենց էլի ինչ-որ Էլի եղավ։ Սիկ, մեր տանը ուրվական կա։ Չէ, ուրվական չէ, ուրիշ բան է։ Ինչ-որ մեկ է գրքերի դիրքով մեզ լոքեյշնա ցույց տալիս։ Հետաքրքիր է, չէ՞, ինչ կա այնտեղ։ Հա, բայց մի գնա։ Չէ, պետքա գնամ։ Բոլոր անոնց, որ գտնվին դիեզերքի միգամածություններեն անտին, ողջույններ։ Բոլոր անոնց, որ գտնվին դիեզերքի միգամածություններեն անտին, ողջույններ։ Բոլոր անոնց, որ գտնվին դիեզերքի միգամածություններեն անտին, ողջույններ։ Ոնց ես գտել այս տեղը։ Այս ի՞նչ է։ Այս քո թեման է։ Այսինքն Այս այն կինոն է, որի մասին ուզում ես պատմես։ Պետք է մտնես կինոյի մեջ, որ իմանաս ինքն է բերել քեզ ստեղ։ Բայց ուշադիր կլինես, այնտեղ ամեն մի րոպեն այս աշխարհի 3 տարին է։ Ոչինչ, ես արագ մտնեմ դուրս կամ երկար չեմ մնալ։ Քիփ Թորնին գիտես։ Ինչ։ Քիփ Թորնը ֆիզիկոս աստղագետ է, Կալիֆոռնիայի համալսարանից Նոբելյան մրցանակակիր է։ Սենց էր իմ ձայնը։ В общем, Քիփ Թորնը այս պապիկն է։ Չեմ սենց խոսում։ Ոնց ես խոսում։ Բան ինչի, շատ տարօրինակ միջավայր է, ես ինձ շատ անհասկանալի եմ զգում։ 2000-ականների սկզբին Քիփ Թորնը ուզում էր նկարել գիտաֆանտաստիկ կինո, որը հիմնված կլինի իրական ֆիզիկայի վրա, ու այդ կինոը ոնց որ մարդկանց պատկերավոր ցույց տա, թե ինչ ցենս կանի գնում կորմ։ Ստե ջուր կա։ Վիսկի եթե կարելի է։ Կրկնակի վիս, մերսի աղջիկ ջան։ Ու սցենար գրեց իր գիտնական հալով, պրոդյուսեր Լինդա Օբստի հետ կինոյի սցենար գրեց, ինչ շում էր ինչ-որ, ու սկսեցին, ինչ կա վերևը, սկսեցին մտածել, թե ով կարող այդ կինոն նկարի, որպես ռեժիսոր ընտրեցին Սպիլբերգին, իսկ որպես սցենարիստ Ջոնաթան Նոլանին, Քրիստոֆեր Նոլանի հարազատ աղբերն է։ Երբ որ ուզում էին սկսեին նկարանումները, Սպիլբերգը հրաժարվեց այդ պրոյեկտից ու գնաց ուրիշ գործերով։ Ու տենց այդ պրոյեկտը մի որոշ ժամանակ մնաց առանց ռեժիսոր։ Տարբերակ չկար ուրիշ ծառի տակ, չգիտեին ոնց ռեժիսոր գտնեն, Ջոնաթան Նոլանը առաջարկեց իր վերոհիշյալ հարազատ աղբորը, ու տենց Քրիստոֆեր Նոլանը միացավ այս կինոյի սաստավին։ Եկավ վերցրեց այդ բանի Քիփ Թորնի գրած ու իր եղբոր մշակած սցենարը ու գլխի վրա փոխեց։ Գիտական մասը մղեց երկրորդ պլան, այսինքն ինչի համար որ այդ կինոյի իդեան ընդհանրապես եղել էր, ու դրա մեջ դրեց շատ ուժեղ դրամա, մարդկային
պատմություն ու դա դրեց առաջին պլան։ Թորնը նաև գիրք ունի գրած, գրքում ոնց որ ինքը բացատրում է, թե ըստ կինոյի մեջ ինչն է տեսականորեն հնարավոր ֆիզիկայի տեսանկյունից, ինչն է որ լրիվ ֆանտազիա է։ Իսկ այսօրվա ֆիզիկան, եթե չգիտեք, հիմնվում է Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսության վրա։ Հիմա մաքսիմում արագ ու պարզ ձևով մարդկային հասկանալ ձևով պետք է բացատրեմ, թե Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը որն է, ասենց բան ոնց որ կյանքում մի անգամ ալնում։ Հայ, որտեղից սկսեմ, որտեղ գնամ։ Ուրեմն Նյուտոնը 16-րդ դարում, ոնց որ այս լեգենդի գլխին խնձոր անգել, ըստ դրա իր մոտ իդեա առաջացել, թե խիա երկիրը ձգում ամեն ինչ դեպի ներքև, տենց բացահայտել է գրավիտացիան ու անվանել է դա ինչ-որ ուժ, որի շնորհիվ ոնց որ մեծ զանգվածով մարմինները ձգում են փոքր զանգվածով մարմինների, ինչև եկել է Էյնշտեյնը ու ասել է, որ գրավիտացիան դա ձգողականության ուժ չի, այլ գրավիտացիան այն նյութն է, որից սարքած է տիեզերքը։ Տարածությունը ու ժամանակը նույն բանն են տիեզերքում ու գրավիտացիան հենց է դա ու դրանից է սարքված ամեն ինչ ու հենց այս բանին էլ սարքվում է։ Ոնց որ պատկերացրեք մի հատ ցանց, մոտակայքում ոչ մի բան չկա, ինչ որ օդում շատ բարձր տեղ, սենց մի հատ ցանց է պատկերացրեք ու վրան մի հատ մեծ սենց կլոր երկաթե ծանր գունդ է ծնում։ Ինչ կլինի այդ գունդը միանգամից ձգում է ներքև ամեն ինչը ու այդ ցանցը ծռում է, չէ՞։ Չէ, ում եմ հարցնում։ Բաբշե խոսալուց ես ոնց որ զգում եմ ում հետ եմ խոսում, իսկ մի չեմ զգում։ Շուր։ Ապեր որովհետև ուր ես մտել։ Ուր եմ մտել։ Բանուին ասավ չմտնես։ Հա։ Տարօրինակ տեղը։ Պատկերացրեք այդ ցանցը չի պատռվում, անընդհատ ձգվում է։ Ու ինչքան տեղ կա, այդ գունդը այդքան իջնելու է ներքև, այդքան այդ ցանցը դեֆորմացնի ծռի։ Ինչ տնես իր վրա, ամեն ինչը պետքա գնա դեպի ներքև։ Պտտվելով պետքա իջնեն, այսինքն։ Ոնց որ այդ ցանցը մեր տիեզերքն է։ Սև անցքերը որ կան տիեզերքում, իրանք այդ մեծ գնդերն են, որոնք այդ տիեզերքը, սենց ասած, դեֆորմացնում են անընդհատ ու մնացած մարմինները իրանց քաշից թեթև ինչ կա, ոնց որ այն փոքր գնդակներն են, որ եթե գցենք այդ ցանցի վրա, սենց անընդհատ պետքա սենց պտտվելով իջնեն ներքև։ Ու խիչ են իրանք հասնում այդ գնդին, որովհետև այդ գունդը անդադար իջնում է։ Ու անվերջ իր հետևից այդ ամեն ինչը տանում է, այսինքն մենք մի այս պահին այդ շարժման մեջ ենք։ Տիեզերքը անընդհատ մեծանում է։ Ու ինչքան ցանցը ոնց որ դեֆորմացված է, ինչքան ձգված է, այդքան ժամանակը դանդաղում է, այսինքն ինչքան ձգում ենք այդ նյութը, այդքան դանդաղ է անցնում ժամանակը այնտեղ։ Սև անցքերը ոնց են հայտնաբերել գիտնականները, տենում են sense մեծ գալակտիկաներ, ինչ որ հսկայական, ինչ որ բանի շուրջ պտտվում են ու հասկանում են, որ այդտեղ սև անցք կա ուրեմն։ Ոչ մի ձև իրանք չեն երևում, դրա համար էլ սև անցք են կոչվում։ Որ ինչ որ բան երևա, պետքա որ լույս ընկնի այդ տվյալ բանի վրա, հետ կա հասնի մեր աչքին, տենց է աշխատում։ Իսկ սև անցքը քանի որ այնքան արագ է շարժվում, որ ոնց որ լույսը իր հետևից գնալուց sense տենենց երբեք չի հասնում իրան, չնայած որ լույսը ամենաարագ բանն է տիեզերքում, չի հասցնում հետ կա, որովհետև իր հետ շարունակում է գնալ, անվերջ գնում է։ Մեզ ամենամոտ սև անցքը մեզանից 1600 լուսատարի հեռավորության վրա է։ Լուսատարին այն հեռավորությունն է, ինչը լույսը անցնում է մի տարում։ Անմատության համար ասեմ, որ արևից երկիր լույսը 8 րոպեում է հասնում։ Ոնց որ մեր մոտից այդ ամենամոտ սև անցքը 1600 տարում կանցնում։ Մեզ հասանելի սաղ տիեզերքը բոլոր աստղերով, մոլորակներով, արևը եւ այլն, ամեն ինչը ու պլյուս այդ սև անցքերը։ Սաղ պտտվում են մի հատ ուրիշ մեծ սև անցքի շուրջ, որը մեր տիեզերքի կենտրոնն է։ Մեր գտնվելու վայրից մինչև մեր տիեզերքի այդ կենտրոնը հեռավորությունը 26000 լուսատարի է։ Արևը իր ասալկոյության ընթացքում հլվոր հասցրել է 20-25 անգամ պտտ։ Մի պտույտը 250 միլիոն տարի է տևում արևի համար ու մեր համար իր շուրջում մի պտույտ։ Իսկ այն մյուս սև անցքերը, որ այդ մեր գալակտիկայի մեջ են, դրանք մեռած աստղերն են։ Այս որ աստղերը երբ որ մեռնում են, դառնում են սև անցք։ Ֆիլիպ Կիրկորովը օրինակ ալապ։ Նայած այդ աստղի զանգվածից էլի։ Ես խորհուրդ եմ ասում, ստանալու սև անցք չի դառնում ինգեր։ Տենց է սև անցք։ Չէ։ Նայած ինչ զանգվածի է այդ աստղը։ Օրինակ արևը չի կարա դառնա, որովհետև շատ թեթև է։ Չէ, ոնց որ Ռամազան շոկոդ։ Ոստավ։ Չեմ կարող հապարակ ասել, չգիտեմ, բայց ոնց որ սխալ բան ես ասում, որովհետև Չէ, սխալ չեմ ասում։ Քանի անգամ 250։ 250 միլիոն տարում է մի պտույտ կատարում։ Ու քանի անգամ արել։ Մի 20-25, 4 միլիարդ տարեկան։ Դե չգիտեմ ոնց են հաշվել, բայց այդ ախոսքի NASA-ի տվյալները, NASA-ի տվյալները համարվում են աշխարհում օֆիցիալ ինֆո։ Բայց որ Կուբրիկը ասում էր, սա խափում է։ Դե, це теория заговора։
Տենց ես էլ կարամ ասեմ, Նասան սաղից խապում է, իրականում արևը 3 են հորինել։ Ասած սենա, ոբշեմ մենք չգիտենք Սևանսկի մեջ ինչ կա ու չենք էլ կարա իմանանք այս գիտության, այս զարգացվածության աստիճանը մեզ թույլ չի տալիս իմանալ, որովհետև կա ինչ-որ մի հատ գիծ, որը կոչվում է իրադարձությունների հորիզոն։ Ոնց որ անդառնալիության այդ վերջի կետն է, եթե այդտեղից անցար, դու էլ ոչ կարաս հետ գաս, ոչ կարաս ինչ-որ ինֆորմացիա փոխանցել, ցանցը որ ձգել է, ասենք այնքան է ձգել, որ էլ տեղ չկա էլ ձգվելու, ինքը շարունակում է ձգել, անընդհատ հենց այս պահին էլ տիեզերքը լոճվում է, ոնց որ այդ լոճվելու process-ի մեջ է։ Ու ինչքան լոճված է տիեզերքը, այդքան այդ ամենալոճված կետում ժամանակը դանդաղ անցնում։ Եթե ենթադրենք մենք երկրի վրից նայենք, թե ոնց է ինչ-որ մարդ գնում Սևանսկի մեջ մտնում, մենք կտենանք, որ ինքը գնում է հասնում այդ իրադարձությունների հորիզոն կոչված գծին, ունդեղ կանգնում է։ Ու եթե միլիոն տարի էլ նայես իրան, ինքը էլ չի շարժվում ընդեղից։ Դու մինչև ինքդ չգնաս անցնես այդ գիծը, չես իմանա այնտեղ ինչ կա։ Ու եթե անցնես տենաս էլ, ոնց որ մեզ չես կարող ասես, որովհետև հետ ճանապարհ չկա։ Իսկ Սևանսկի մեջ սինգուլյարությունն է, սինգուլյարություն տերմին կա, տենց անվանում են այն ինչ որ Սևանսկի մեջ է, այսինքն անհայտությունը։ Այդ ոնց որ այն պիկն է, որից անկոմ գիտությունը չի անցել այսօրվա դրությամբ։ Պատկերացրիք ինչ է տիեզերք вообще սպահի դրությամբ։ Որ պատկերացնես շատ կայֆ է, էլի, պրոստը դժվար է պատկերացնել։ Մենք այդ ցանցի վրա ենք, ոնց որ ժամանակը ուղիղ կապ ունի տարածության հետ, էլի, ինչքան ձգված է տարածությունը, լոճված է այդ ցանցը, այդքան ժամանակը դանդաղ է անցնում, ինչքան քիչ դեֆորմացված է, այդքան արագ է անցնում։ Ու այս ամեն ինչը Էյնշտեյնն է ասել 110 տարի առաջ։ Ասա զիշա։ 110 տարի։ Հա։ Ես գիտեմ մի դինոզավր։ Չէ, Էյնշտեյնը ժամանակակից մարդ։ Կինոն ոնց որ հիմնված է այս տեսության վրա է հիմնված, այս տեսությունը մարդկանց պատկերավոր ցույց տալու համար, այդ վերոհիշյալ ֆիզիկոս Կիպ Տորնը գրել է սցենարը։ Իսկ կինոյի մեջ ինչ է կատարվում вообще։ Ուրեմն կինոյի մեջ 2067 թիվն է, երկիրը ոնց որ կանգնած է ապոկալիպսիսի առաջ, ոնց որ մենակ եգիպտացորեն է աճում, ուրիշ ոչ մի բերք, բույս ուտելիք չի աճում։ Ու փոշու փոթորիկներ են լինում ինչ-որ, ու պետքա նոր ապրելու տեղ գտնել, տիեզերքում ուրիշ մոլորակներ։ Ու NASA-ն խմբեր է ուղարկել տիեզերք, որովհետև ինչ-որ բաներ են հայտնաբերել տիեզերքում, որտեղից ոնց որ եթե անցնես այդտեղով, կհայտնվես ուրիշ գալակտիկայում։ Ոնց որ թունելներ է, էլի փորած տիեզերքում, որը պարզ չի ով ու ոնց է արել։ Այն թղթի օրինակով, որ բացատրում է կինոյում, որ ոնց ասենք թղթի այս կետից հասնես այս կետը, եթե չես ուզում սենց ուղիղ գծով գնաս, որովհետև շատ երկար է, կարաս թուղթը ծալես, ստեից մի անգամից մտնես ստե։ Տիեզերքում ոնց որ ինչ-որ մեկը տենց բան է արել, գնում են, որ անցնեն այդ թունելներով ու տենան այնտեղ ուրիշ ինչ մոլորակներ կան։ Կուպերը գնում է տիեզերք, անցնում է այդ իրադարձությունների հորիզոնի միջով, հայտնվում է Սևանսկի մեջ ու պարզվում է, որ ապագայի մարդիկ արդեն այդտեղ եղել են ու սարքել են իր համար հատուկ միջավայր, որը իր ուղեղին, այսինքն մեր ժամանակակից մարդու ուղեղին հասանելի կլինի, որտեղ ժամանակը չափումն է, այսինքն երրաչափ չի արդեն իրանց պատկերացման աշխարհի։ Խոսքով իրանք արդեն կարում են կառավարեն գրավիտացիան, հետևաբար տարածությունը ու ժամանակը տիեզերքի մեջ։ Նոլանը երբ որ Հանս Զիմերին առաջադրանք է տվել երաժշտության հետ կապված, չնայած սրան այդքան էլ չեմ հավատում, որովհետև նենց իդեալական երաժշտություն է, ոնց որ տիեզերական թեմայով, որ դրանից ավելի տիեզերական չեմ պատկերացնում ինչ կարելի է գրել, բայց ըստ իրանց պատմածի ինքը չի ասել որ կինոն տենց տիեզերական ճամփորդության մասին է, ասելա, որ հոր ու որդու հարաբերությունների մասին է, ինչ-որ դրամա է ընտանեկան ու պետքա երաժշտություն, որը հոր ապրումներն է ցույց տալիս երեխու նկատմամբ։ Ու հետո, երբ որ այդ սաունդթրեքը գրել է Զիմերը, հետո նոր Նոլանը ասելա, որ սա իրականում դրա մասին չէ, հոր կերպար կա, բայց որդու հետ չի հարաբերությունները աղջկա հետ է, տենց արել, որովհետև Հանս Զիմերը իրականում որդի ուներ, այսինքն ոնց որ մանիպուլացրել է Զիմերը երաժշտություն է գրել ինքը իր ապրումների մասին։ Ինչ է ուզեցել ասի Նոլանը այս կինոյով, ուղղի Հանս Զիմերին տենց սադաչա տվել ըստիս։ Ուրեմն Նոլանը վերցրել է ամենամեծ թեման, որը գոյություն ունի ընդհանրապես աշխարհում, տիեզերքի, Սևանսկերի, ու դրա ֆոնին ցույց է տվել մի հատ ուրիշ բան, որը ըստ կինոյի ավելի ուժեղ է, քան գրավիտացիան, տիեզերքի հիմքը։ Ու դա սերն է։ Ու դրա մասին ինքը ասում է համ կոնկրետ կերպարների միջոցով. Maybe it means something more, something we can't yet
understand. Maybe it's NASA-ի գիտնականը ասում է, որ սերը տենց մեծություն է ֆիզիկական, որը ռեալ ուժ է, որը աշխատում է տիեզերքում, ու միակ բանն է, որի միջոցով ոնց որ դու կարաս տարածության ժամանակին հաղթես։ Sense dimensions of time and space. Ու սա ասում է, ոնց որ գիտնական է NASA-ի, ով գաղափար ունի ֆիզիկական մեծությունը ինչա ու իր շուրթերից երբ որ այդ լսում ես, այդքան էլ ռոմանտիկ չի ինչում։ Ուրիշ տեսանկյունից է սկսում նայել։ Ու ընդհանուր ոնց որ այս կինոյի սյուժեն ինչ որ առաջ է տանում, այս կինոյի սյուժեի մարդկությանը ինչ որ փրկում է, դա էլ է սերը։ Երբ որ ինքն գնում է այդ հնգաչափ տարածությունը, որտեղ ժամանակը իր համար նույն ձևի գիծա ոնց որ տարածության այդ երեք գծերը, ինքը ասում է, որ ապագայի մարդիկ ոնց որ մեր համար, իր համար այդ բանին արել են նույնը, ինչ ինքը անում է իր երեխու համար։ Ապագայի մարդիկ կամ չգիտեմ այդ սուպեր զարգացած ցիվիլիզացիան, որը մեզ տենում է, բայց մենք իրան չենք տենում, սիրում է մարդկանց, դրա համար ինչ որ տարբերակներ է առաջարկում, թունելներ է փորում տիեզերքում, սևանցքի մեջ ինչ որ ֆորմա է սարքում, որը մարդու ուղեղին հասանելի կլինի, որ փրկի ոնց որ մարդկության, այսինքն որ տեսանկյունից նայում ես, սաղ կերպարներին ինչ որ բանի հանդեպ սերն է առաջնորդում ու Նոլանը ցույց է տալիս սերը որպես ֆիզիկական մեծություն, որը ամենաուժեղն է տիեզերքում, գրավիտացիայից ուժեղը։ Եթե այդ մեծությունը մարդկությունը ուսումնասիրի ապագայում ու հասկանա թե դա ինչ է ու վերլուծի նույն ձև ոնց այսօր գիտի ֆիզիկայի օրենքները, հնարավոր կլինի հասկանալ սևանցքերը ինչ են ու ընդհանրապես տարածությունը ու ժամանակը կառավարել։ Ու նաև ոնց որ Նոլանը ցույց է տալիս, թե ինքը անձամբ խի է սիրում մարդկանց, այդ այն մյուս տիեզերագնացի անունը չեմ հիշում։ Այն որ գտնում են քնած, հետո փորձում է Սպանի Կուպերին բանում։ Յուրի Գագարին ճիշտ։ Այն վիդեոն տեսել ես, որ ասում է տիեզերագնաց ես ապե։ Ախպեր հետ ինչ գործ է։ Տիեզերագնացի։ Այսինքն Տիեզերագնաց ես անգիր։ Այդ տիեզերագնացը որ ուզում է Կուպերին սպանի, ինքը ասում է խիչ են ռոբոտներն ուղարկում սենց միսիաների, այլ մարդկանց են ուղարկում, որովհետև ռոբոտները չունեն ինքնապահպանման բնազդ, հետևաբար իմպրովիզացիա չեն անում, սխալվելու հատկություն չունեն։ Իսկ սխալվելը ոնց որ ամենակարևոր բանն է ընդհանրապես մարդկության կյանքում պատմության մեջ, սա կարևոր հայտնագործությունները սխալվելու արդյունքում են եղել։ Իրանք մեզ սիրում են ոնց որ հենց դրա համար, որովհետև մենք սխալվող էակներ ենք։ Ու հույս ունեմ ես չեմ սխալվել, որ մտել եմ ստեղ։ Եթե Վանուին ճիշտ էր ասում, ուրեմն իրական կյանքում մի 60 տարի անցել է։ Ոչինչ, կգնամ մոտը յոգայի կդզվեմ։ Այս Վանուի Instagram-ն է, եթե դու յոգայով հետաքրքրված ես ու ուզում ես Վանաձորում յոգայով զբաղվես, դիմի իրան։ Յոգա միքս է կոչվում։ Յոգայի ու ֆիթնեսի ու տարբեր ուրիշ բաների միքսը։ Ինքը ավելի լավ կբացատրի, ես պրոստը իր տեղը ասեմ, դուք դիմեք իրան։ Իսկ այս կախարդական աշխարհը որ կա, Մանդելա ստուդիան է էլի Վանաձորում, դա տես իրականությունը ցույց տա։ Էս էլ իրանց էջն է, չէ, Ստեվանուին էր, էս էլ իրանց էջն է, եթե պետք է ինչ-որ սենց տարած կարակ դիմեք իրանց։ Էլի Վանաձորում է։ Վանաձորն էլ է Սևանցքի նման, այդ նոր եմ գյոգել։ Ոնց որ նույն ձև ժամանակը ավելի դանդաղ է գնում, քան իրական աշխարհում, նույն ձև քաշում է սենց ամեն ինչ իր մեջ, ու նույն ձև ստեղից դուրս չես կարող ինֆորմացիա փոխանցես։ Երբ որ ես Երևան եմ ապրում, օրինակ, չեմ պատկերացնում, թե ինչ է կատարվում Վանաձորում, մոռանում եմ, ջնջվում ա ուղեղից, ինչ որ պրոստը ինչ որ փոքր քաղաք եմ տենում, որտեղ ոչ մի բան չի կատարվում, հետո հետ ես գալիս ստեմիկ շմնում ես, տենում ես, սենց բացվեց ինչ որ ես այն Վանաձոր գրածը այդ իրադարձությունների հորիզոնն է, էլի տեից անդառնալիության վերջի կետն է։ Մի անգամ ես ու Արփին 3 ամսով եկել ենք Վանաձոր, որ ամառը ստե անցկացնենք ու հետ գնանք, հետո մի օր պրոստը ջոգել ենք, տարի 8 ամիսա ստենք։ Սև անցկաս է, բայց ես net չի ասում եմ եկեք Վանաձոր տիպը բան։ Մեկը ես անձամբ չեմ շփվել, ոչ մեկի։ Ես տենց շփվող մարդ չեմ, էլի ոնց ցույց եմ տալիս ինձ վիդեոներից մեջ։ Գաք, չգաք։ Բաժանորդագրվեք այս ալիքին, որովհետև այս ինչ որ տենում եք ու տեսել եք, այս սկիզբն է։ Բայց ես վերջնել եմ տեսել արդեն իսկ, որովհետև իմ գլխում այդ ժամանակ հասկացությունը սենց հերթականությամբ չի, ինքը մի կետ է, ամեն ինչ մի կետում է ու մի անգամից։ Սա սկիզբն է, բայց եթե չբաժանորդագրվեք, վերջ չեք տենա, իսկ ես գիտեմ արդեն վերջը։ Դուք ինչ կասեք, աղջիկներ ջան։ Աշակերտներն են։ Ես հարցում։ Ազաբալիկ։ Էյնշտեյնի մասին ինչ հասկացար դու ես երբադասից։
Իսկ եթե ձեզ պրոֆեսիոնալ օպերատոր պետք, այնտեղ չգիտեմ, ֆոտո, վիդեո կամ ուրիշ տենց ցանկացած բան դիմեք Պարքևին։ Էս էլ իր էջն է։ Լավ է նկարում, բքան։